Ռուսաստանի Բրյանսկի մարզում սուք է։ Ուկրաինական հրթիռների հարվածների հետևանքով 6 մարդ է զոհվել, 42 է վիրավորվել։ Հոսպիտալացված 29 վիրավորներից 9 ծանր և ծայրահեղ ծանր վիճակում են։ Մարզի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը հայտնել է, որ Կիևը հարվածել է 7 Storm Shadow հրթիռներով։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է, որ հարվածի թիրախը Բրյանսկի մարզում գտնվող միկրոէլեկտրոնիկայի գործարանն էր։ Ուկրաինայի զինված ուժերի կողմից Բրյանսկի դեմ հրթիռի արձակումը հնարավոր չէր լինի առանց բրիտանացի մասնագետների, և Ռուսաստանը տեղյակ է դրա մասին, և հաշվի է առնում դա։ Ուկրաինական անօդաչուները փորձել են հարվածել Տոլյատիում գտնվող Կույբիշև ազոտ քիմիական գործարանին։ Ըստ Սամարայի մարզի իշխանությունների անօդաչուները խոցվել են, զոհեր կամ վիրավորներ չկան։ Ռուսական հարվածների թիրախում շարունակում է մնալ Խարկովի ուղղությունը, 2 մարդ է զոհվել։ 5-ը վիրավորվել քաղաքի առավոտյան հրթիռակոծությունից։ Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովի խոսքով ռուսական անօդաչուն հարվածել է բնակելի թաղամասի։ Փոխադարձ ավերիչ հարվածների ֆոնին մշուշոտ է մնում բանակցությունների հեռանկարը։ Դաշնության նախագահի մամուլի խոսնակը հայտարարել է, որ 2022 թվականի Ստամբուլյան պայմանավորվածությունները այլևս չեն համապատասխանում ներկայիս իրավիճակին։ Ըստ Դմիտրի Պեսկովի, պատերազմի ընթացքում իրականությունն ամբողջությամբ փոխվել է, և այդ պատճառով նախկին պայմանները կարող են այլևս կիրառելի չլինել։ Իրավիճակը դանդաղ, բայց փոխվել է նաև բանակցությունների վերջին փուլից հետո, վերջին 1 ամսում։ Կիևը հայտարարել է Դնեպրոպետրովսկի մարզում Կուպյանսկի և Գուլայպոլեի ուղղությամբ տարածքների ազատագրման մասին։ Միևնույն ժամանակ Մոսկվան հայտնել է մի քանի բնակավայրերի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին։ Այսօր առավոտյան ռուսական ստորաբաժանումները մտել են Սումիի մարզի Չերվոնազարյա գյուղ։ Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավարն անձամբ Պուտինին է զեկուցել ռուսների վերահսկողության տակ անցած բնակավայրերում իրավիճակի մասին։ 6 ամիս առաջ կարծում էինք, որ Դոնեցկի ժողովրդական հանրապետության տարածքի մոտ 25%-ը գտնվում է Կիևի վերահսկողության տակ։ Հիմա մեր տվյալներով այդ թիվը կազմում է մոտ 15-ից 17%։ Մոտավորապես 17%-ն է այժմ գտնվում Ուկրաինայի վերահսկողության տակ։ Այս զեկույցից շատ չանցած Զելենսկին Պուտինին համեմատել է Հիտլերի հետ և կանխատեսել Ռուսաստանի ողբերգական ավարտը։ Մենք գիտենք, թե ինչպես ավարտվեց դա Հիտլերի համար։ Մենք հասկանում ենք, թե ինչպես կավարտվի դա Պուտինի համար։ Սպորտը, երաժշտությունը, կինոն և արվեստի փառատոնները, ինչպիսին է Վենետիկի բիենալեն, որպես զենք օգտագործելը երբեք չի օգնում։ Ռուսները իրենց ֆիլմերը լցնում են քարոզչությամբ հասարակությանը վաղ տարիքից հրահանգավորելու համար։ Վստահ եմ, նրանց ազգը ողբերգական ավարտի առաջ կկանգնի։ Եվրոպական մամուլը գրում է, որ Եվրոպական միությունը գտել է Ուկրաինային ֆինանսական օգնություն տրամադրելու մեխանիզմը, շրջանցելով որոշ երկրների վետոն։ Պոլիտիկո պարբերականի տվյալներով խոսքը մոտ 30 միլիարդ եվրոյի չափով երկկողմ վարկերի մասին է, որոնք կարող են տրամադրվել առանց Եվրամիության բոլոր անդամների համաձայնության։ Դիվանագիտական աղբյուրների համաձայն նման ֆինանսավորումը կարող է օգնել Ուկրաինային պահպանել ֆինանսական կայունությունը առնվազն տարվա առաջին կեսին։ Ավելի վաղ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել էր, որ իր երկիրը կարող է շարունակել Հունգարիայի քաղաքականությունը և արգելափակել Կիևին տրամադրվող միասնական վարկի հաստատումը։ Ծովինար Բարխուդարյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։